Երբ Մոսկվայի օլիմպիական հավաքականի բժիշկները մտան Յուրի Վարդանյանի սենյակ 1980 թվականի հունվարի մութ առավոտյան, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցվեց պետական գաղտնիության կնիքի տակ։ Գետնին, անկողնու կողքին, ընկած էր կարմիր թանաքով գրված նամակ, առանց ստորագրության, բայց այնպիսի բովանդակությամբ, որ ԿԳԲ-ի սպաները անմիջապես խլեցին այն դրեցին հատուկ պահոց։ Այդ նամակում Վարդանյանը խոստովանում էր մի կնոջ անունը, որը չէր հիշատակել իր ընտանիքին, մի կին, ով ապրում էր Մոսկվայի կենտրոնում, բարձրաստիճան պաշտոնյաների շենքում, ում հետ հանդիպումները կարող էին ոչնչացնել ամենահզոր մարդու, Խորհրդային Միության ամենահայտնի ծանրամարտիկի կարիերան։ Բայց ինչու՞։ Այդ նամակը գրվեց հենց այդ գիշեր, երբ Վարդանյանը պետք է մեկներ Լեհաստան, աշխարհի առաջնության համար։ Ինչու բժիշկները չկանչեցին ոստիկանություն, այլ անմիջապես զանգահարեցին Լուբյանկա։ Ո՞վ էր այդ ռուս կինը, որի անունը կարող էր ավելի վտանգավոր լինել, քան ցանկացած քաղաքական սկանդալ։ Եվ ամենակարևորը, ինչպես այս պատմությունը կապված է այն փաստի հետ, որ Վարդանյանը երբեք չխոսեց իր Մոսկվայում անցկացրած տարիների մասին, երբ վերադարձավ Երևան, արդեն այլ մարդ, կոտրված, լուռ, իր հայացքում մի ահավոր գաղտնիք կրելով։ Յուրի Վարդանյանը չէր ծնվել աստղ լինելու համար։ Նա ծնվել էր Լենինականում 1953 թվականին քաղաքում, որտեղ տղամարդիկ աշխատում էին գործարաններում, մինչ իրենց ձեռքերը դառնում էին կոշտ, ինչպես քար, որտեղ կանայք ծերանում էին 30 տարեկանում, երեխաներ ծնելուց աղքատությունից։ Նրա հայրը Նորայր Վարդանյանը աշխատում էր շինարարական կոմբինատում, ստանալով 120 ռուբլի ամսական, իսկ մայրը Արփինեն լվանում էր ուրիշների սպիտակեղեն ավելացնելու համար ընտանեկան բյուջեն։ Նրանց տունը, երկսենյականոց բնակարանը Գագարինի փողոցում, ունեցել է այնպիսի խոնավություն, որ ձմռանը պատերին աճում էր բորբոս, իսկ ամռանը անտանելի տապը ստիպում էր քնել պատշգամբում։ Բայց այդ տանը կար մի բան, որ փրկեց Յուրին, հոր պահարանում թաքնված հին ծանրամարտական ձող, որը Նորայրը բերել էր դեռս իր երիտասարդության տարիներից, երբ երազել էր դառնալ չեմպիոն, բայց կյանքը ստիպել էր ընտրել հացը, ոչ թե փառքը։ 12 տարեկան Յուրին առաջին անգամ բարձրացրեց այդ ձողը, 1965 թվականի աշնանը, այդ պահից սկսվեց մի փոխակերպում, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Նա վարժվում էր ամեն առավոտ, մինչ դպրոց գնալը, ամեն երեկո, դասերից հետո, ամեն ուրբաթ, երբ ուրիշ տղաները խաղում էին ֆուտբոլ բակում։ Նրա մկանները սկսեցին աճել այնպիսի արագությամբ, որ 14 տարեկանում նա արդեն կարող էր բարձրացնել 140 կիլոգրամ, ավելի շատ, քան նրա հայրը իր լավագույն տարիներին։ Բայց ավելի կարևորը, նրա աչքերում հայտնվեց մի բան, որը տարբերում էր նրան բոլոր մյուս տղաներից Լենինականում՝ սովը։ Ոչ թե սովը հացի համար, այլ սովը փախչելու համար այդ քաղաքից, որտեղ ապագան նշանակում էր միայն գործարան, օղի վաղ մահ։ Նա ուզում էր դուրս գալ, միակ ճանապարհը դեպի ազատություն անցնում էր ծանրամարտական պոդիումով։ 1969 թվականին, երբ Յուրին դարձավ 15 տարեկան, նրան նկատեց Լենինականի մարզական դպրոցի մարզիչ Արամ Խաչատրյանը, մի կոշտ, լուռ մարդ, ով երբեմն խմում էր մինչ կորցնել է գիտակցությունը, բայց ով ուներ աչք, տաղանդ տեսնելու համար։ Խաչատրյանը տեսավ Յուրիին վարժվելիս դպրոցի մարզասրահում, անմիջապես հասկացավ, որ այս տղան ունի ոչ միայն ուժ, այլ այն հազվագյուտ որակը, որը չի սովորեցվում կամք։ Նա մոտեցավ Յուրիի ծնողներին, ասաց նրանց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Ձեր որդին կարող է դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց դուք պետք է թողնեք նրան ինձ հետ։ Նա պետք է մեկնի Երևան, պետք է մտնի հանրապետական մարզական դպրոց, դուք չպետք է տեսնեք նրան տարիներ շարունակ։ Արփինեն լաց եղավ ամբողջ գիշեր, բայց Նորայրը, ով ամբողջ կյանքը երազել էր այն փառքի մասին, որը ինքը երբեք չհասավ, ասաց. Թող գնա։ Թող փախչի այս դժոխքից։ Երևանում, հանրապետական մարզական դպրոցում, Յուրի Վարդանյանը մտավ մի աշխարհ, որը նրան միաժամանակ հիացրեց, սարսափեցրեց։ Այստեղ էին Հայաստանի լավագույն մարզիկները, տղաներ, ովքեր ծնվել էին Երևանում, ովքեր խոսում էին ռուսերեն առանց հայկական առոգանության, ովքեր կրում էին ներկրված մարզաշորեր, ուտում էին միս ամեն օր։ Յուրին, իր հնամաշ կոշիկներով Լենինականի բարբառով, դարձավ ծաղրի առարկա առաջին շաբաթվանից։ Նրան կոչում էին գյուղացի, լեռնային արջ, երբ նա փորձում էր պատասխանել, նրա ձայնը դողում էր ոչ թե վախից, այլ զայրույթից։ Բայց Յուրին չվերադարձավ Լենինական։ Նա վերածեց այդ ցավը վառելիքի։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ծիծաղում էր նրա վրա, նա գնում էր մարզասրահ, բարձրացնում էր ավելի ծանր քաշեր, մինչ նրա ձեռքերը արյունահոսում էին։ Ամեն անգամ, երբ նա զգում էր, որ ուզում է լացել, նա հիշում էր իր մոր ձեռքերը, կոշտ, ճաքած, ավերված ուրիշների կեղտոտ սպիտակեղենից, ինքն իրեն ասում էր.
Ես չեմ վերադառնա այնտեղ։ Ես կդառնամ այնպիսին, որ նրանք բոլորը կլռեն։ Եվ նա դարձավ։ 1970 թվականին 17 տարեկանում Յուրի Վարդանյանը դարձավ Հայաստանի երիտասարդական չեմպիոն, բարձրացնելով 250 կիլոգրամ երկու մարտաձեռում։ 1972 թվականին նա դարձավ ԽՍՀՄ երիտասարդական չեմպիոն։ Եվ 1974 թվականին, երբ նրան կանչեցին Մոսկվա մտնելու համար ազգային հավաքական, նա լքեց երանը, արդեն ոչ թե որպես գյուղացի, այլ որպես Հայաստանի հպարտությունը։ Բայց ոչ ոք չգիտեր, որ Մոսկվան, այդ փառքի քաղաքը, պատրաստել էր նրա համար մի որոգայթ, որը կոտրեց նրան ավելի վատ, քան ցանկացած ծանրամարտական վնասվածք։ Ո՞վ էր սպասում նրան այնտեղ, Մոսկվայի ստվերոտ փողոցներում, որտեղ ԿԳԲ-ն հսկում էր ամեն քայլը, որտեղ մի սխալ կարող էր ոչնչացնել ամեն ինչ։ Մոսկվան 1974 թվականին էր քաղաք, որտեղ երկու աշխարհներ ապրում էին կողք կողքի, երբեք չխառնվելով։ Առաջին աշխարհը, սովորական խորհրդային քաղաքացիների աշխարհը, ապրում էր հերթերում հացի համար, կոմունալ բնակարաններում, որտեղ 7 ընտանիք բաժանում էին մեկ զուգարան, երազում էր ստանալ թույլտվություն գնելու համար իմպորտային կոշիկներ Բերյոզկա խանութից։ Երկրորդ աշխարհը, էլիտայի աշխարհը, ապրում էր հատուկ շենքերում Կուտուզովյան պողոտայում, ուր դռները բացվում էին միայն հատուկ բանալիներով, որտեղ սեղանները լի էին կավիարով, ֆրանսիական կոնյակով, ֆինլանդական սոսիսկաներով, որտեղ կանոնները, որոնք կիրառվում էին սովորական մահկանացուների համար, պարզապես չգործում էին։ Յուրի Վարդանյանը, երբ ժամանեց Մոսկվա որպես ազգային հավաքականի անդամ, հայտնվեց այդ երկու աշխարհների մեջ, չափազանց հայտնի լինելով առաջինի համար, բայց դեռ չափազանց նոր երկրորդի համար։ Նրան տեղավորեցին Տարասովկայում, մարզիկների ավանում Մոսկվայի արվարձաններում, որտեղ խորհրդային սպորտի աստղերը պատրաստվում էին օլիմպիական խաղերի համար։ Այստեղ ամեն ինչ էր կազմակերպված ռազմական ճշգրտությամբ։ Արթնացում 6 ժամին, վարժություններ 7-ից մինչ 12-ը, ճաշ, հանգիստ, կրկին վարժություններ 3-ից մինչ 7-ը, ընթրիք, քուն։ Մարզիչները, նախկին ԿԳԲ սպաներ, բանակի գնդապետներ, վերահսկում էին ամեն րոպեն։ Մարզիկներին արգելված էր լքել ավանը առանց թույլտվության, արգելված էր խոսել օտարերկրյա լրագրողների հետ, արգելված էր նույնիսկ զանգահարել տուն առանց հսկողության։ Սա էր ոսկե վանդակ, փառքով, բանտարկությամբ միաժամանակ։ Եվ Յուրին, ով ամբողջ կյանքը երազել էր ազատության մասին, հանկարծ հասկացավ, որ դարձել է պետության սեփականությունը։ Բայց եթե օրերը լցված էին վերահսկողությամբ, ապա գիշերները բերում էին մի տարօրինակ ազատություն։ 1975 թվականի գարնանը, երբ Վարդանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, բարձրացնելով 275 կիլոգրամ, նրան սկսեցին հրավիրել Մոսկվայի փակ երեկույթներ, այն հավաքույթները, որտեղ գալիս էին բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, Բոլշոյ թատրոնի պրիմաները, ԿԳԲ գեներալների դուստրերը, այն մարդիկ, ում ազգանունները երբեք չհնչում էին բարձրաձայն, բայց ովքեր իրականում կառավարում էին երկիրը։ Այդ երեկույթները անցկացվում էին Արբատի մոտակայքի բնակարաններում, հսկայական հնքասենյականոց բնակարաններում, որտեղ պատերին կախված էին արմատյան նկարիչների կտավներ, իսկ սեղանների վրա՝ վիսկի, որը պաշտոնապես չգոյություն ուներ Խորհրդային Միությունում։ Այստեղ խաղում էր արգելված ջազ, կանայք ծխում էին ամերիկյան սիգարետներ, մարդիկ խոսում էին այնպիսի բաների մասին, որոնց համար սովորական քաղաքացիները կարող էին ստանալ 10 տարի բանտ։ Հենց այդ երեկույթներից մեկում, 1975 թվականի մայիսին, Յուրի Վարդանյանը առաջին անգամ տեսավ Սվետլանա Կորոլային։ Նա մտավ բնակարան, ուշ, մոտ կեսգիշերին, երբ երեկույթն արդեն լի էր ծխով, օղու հոտով, ամբողջ սենյակը լռեց 2 վայրկյանով։ Սվետլանան չէր նման այն կանանց, ում Յուրին տեսել էր Երանում կամ Լենինականում։ Նա էր 35 տարեկան, բարձրահասակ, շիկահեր, հագնված Փարիզից բերված զգեստով, որը ընդգծում էր նրա ամեն շարժումը, նրա աչքերը, սառը, կապույտ, հաշվարկող, սկանավորում էին սենյակը այնպես, ինչպես որսորդը սկանավորում է անտառը։ Նա էր Կորոլ ազգանունով, այո, այդ Կորոլների ընտանիքից, որոնց հայրը եղել էր Պաշտպանության նախարարության գեներալ, ում եղբայրը այժմ աշխատում էր ԿԳԲ-ում, Լուբյանկայի 5-րդ վարչությունում, որը պատասխանատու էր գաղափարական անվտանգության համար։ Սվետլանան ապրում էր Կուտուզովյան պողոտայում, ուներ անձնական վարորդ, երբեք չէր աշխատել մի օր իր կյանքում, նրա սիրած զբաղմունքը եղել է հավաքել տղամարդկանց, հայտնի, հզոր, վտանգավոր տղամարդկանց, խաղալ նրանց հետ, մինչ նրանք կոտրվեին։ Երբ Սվետլանան նայեց Յուրիին, նա ժպտաց այն ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերը, ասաց բարձրաձայն, որպեսզի բոլորը լսեին. «Այսպես որ դու ես այդ հայ հրաշքը, որի մասին բոլորը խոսում են»։
Ասում են, դու կարող ես բարձրացնել 280 կիլոգրամ։ Բայց կարող ես արդյոք բարձրացնել ինձ։ Սենյակը ծիծաղեց, բայց Յուրին չծիծաղեց։ Նա զգաց, որ ինչ-որ բան սխալ է այս կնոջ հետ, որ նրա ժպիտի ետում թաքնված է ինչ-որ սառը, հաշվարկված, գիշատիչ բան։ Բայց նա զգաց մի բան ավելին՝ ցանկություն։ Ոչ սիրո ցանկություն, այլ ցանկություն ապացուցելու, որ նա արժանի է այս աշխարհին, որ նա ոչ միայն ուժեղ է, այլ կարող է ունենալ այն, ինչ ունեն էլիտայի տղամարդիկը։ Եվ այդ ցանկությունը, այդ հպարտությունը, այդ հիմարությունը դարձավ նրա առաջին սխալը։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում Սվետլանա Կորոլան դարձավ Յուրի Վարդանյանի ամենավտանգավոր թմրանյութը։ Նրանք հանդիպում էին գաղտնի նրա բնակարանում Կուտուզովյան պողոտայում, երբ նրա եղբայրը ԿԳԲ-սպան գործուղման մեջ էր, երբ մարզիչները կարծում էին, որ Յուրին հանգստանում է Տարասովկայում։ Սվետլանան սովորեցրեց նրան խմել ֆրանսիական կոնյակ, ծխել կուբական սիգարներ, լսել արգելված ռոք երաժշտություն։ Նա պատմեց նրան Մոսկվայի էլիտայի գաղտնիքները, թե ով ում հետ է քնում, ով ում է դավաճանում, ով որտեղից է ստանում իր փողերը։ Նա ծիծաղում էր, երբ Յուրին պատմում էր Լենինականի մասին, ասում էր. Դու այլս այնտեղից չես, սիրելիս։ Դու այժմ այստեղից ես։ Դու պատկանում ես ինձ։ Եվ Յուրին 21 տարեկան, ով երբեք չէր ունեցել իրական կին, ով ամբողջ կյանքը անցկացրել էր մարզասրահներում, հավատաց նրան։ Նա հավատաց, որ սա սեր է, որ Սվետլանան իսկապես հոգ է տանում նրա մասին, որ նրանք կարող են ունենալ ապագա միասին։ Բայց 1975 թվականի օգոստոսին, երբ Վարդանյանը պատրաստվում էր մեկնել Մյունխեն աշխարհի առաջնության համար, Սվետլանան ասաց նրան մի բան, որը սառեցրեց նրա արյունը։ Եղբայրս գիտի մեր մասին։ Նա ասաց ինձ, որ եթե դու չհաղթես Մյունխենում, եթե դու ամոթ բերես Խորհրդային Միությանը, ապա նա կհոգա, որ դու երբեք չվերադառնաս Մոսկվա։ Եվ նա կհոգա, որ քո ընտանիքը Լենինականում իմանա ամեն ինչ մեր մասին։ Յուրին նայեց նրան, չհավատալով իր ականջներին։ Դու սպառնում ես ինձ։ Սվետլանան ժպտաց, այդ սառը ժպիտով։ Ես չեմ սպառնում, սիրելիս։ Ես պարզապես բացատրում եմ, թե ինչպես են գործում բաները այս աշխարհում։ Դու ուզում էիր լինել մեր մասը։ Բարի գալուստ։ Եվ այդ պահին Յուրի Վարդանյանը հասկացավ, որ նա չէր ընկել սիրո մեջ։ Նա ընկել էր որոգայթի մեջ, որը նախապես պատրաստված էր նրա համար, որոգայթ, որը կարող էր ոչնչացնել ամեն ինչ, ինչ նա կառուցել էր։ Բայց արդյոք արդեն ուշ էր փախչելու համար։ Եվ ով իրականում էր Սվետլանա Կորոլան, սովորական շռայլ կին, թե ԿԳԲ-ի գործիք, որը օգտագործում էին վերահսկելու համար խորհրդային աստղերին։ Մյունխենի աշխարհի առաջնությունը 1975 թվականի սեպտեմբերին դարձավ Յուրի Վարդանյանի կյանքի ամենաերկար շաբաթը։ Նա ժամանեց Գերմանիա, իր գլխում Սվետլանայի սպառնալիքները, իր սրտում վախը, իր ուսերին ամբողջ Խորհրդային Միության ակնկալիքները։ Խորհրդային պատվիրակությունը տեղավորվեց հատուկ հյուրանոցում, որը պահպանվում էր ՑԿԲ-ի գործակալների կողմից, մարզիկներին արգելված էր նույնիսկ դուրս գալ իրենց սենյակներից առանց ուղեկցորդի։ Յուրիի սենյակի կողքի սենյակում ապրում էր մի թարգմանիչ 40-ամյա տղամարդ, ով երբեք չէր թարգմանում ոչինչ, բայց ով միշտ էր այնտեղ, միշտ լսում էր, միշտ հսկում էր։ Յուրին գիտեր, որ նրա ամեն հեռախոսազանգը գրանցվում է, նրա ամեն խոսակցությունը վերլուծվում է, որ եթե նա անի մի սխալ քայլ, ապա նա կվերադառնա Մոսկվա ոչ թե որպես չեմպիոն, այլ որպես դավաճան։ Մրցումների առաջին օրը Վարդանյանը բարձրացրեց 275 կիլոգրամ ձգումով 210 կիլոգրամ հրումով, ընդհանուր 485 կիլոգրամ, որը եղավ նոր աշխարհի ռեկորդ։ Դահլիճը պայթեց ծափահարություններից, խորհրդային մարզիչները գրկեցին նրան, իսկ լրագրողները վազեցին հարցազրույցների համար։ Բայց երբ Յուրին վերադարձավ հյուրանոց, նրա սենյակի դռան տակ էր մի ծրար, առանց ուղարկողի անվան։ Ներսում էր մի լուսանկար, Սվետլանայի նրա լուսանկարը, արված նրա բնակարանում, մի նոտ, գրված ռուսերեն։ Շնորհավորում եմ ռեկորդի համար։ Բայց մի մոռացիր, դու պարտական ես հաղթել։ Եթե ոչ, այս լուսանկարը կտեսնեն շատերը։ Ս.Կ. Յուրին նստեց անկողնու վրա, ձեռքերը դողալով հասկացավ, որ նա խաղում է մի խաղ, որի կանոնները չգիտի, որտեղ պարտությունը նշանակում է ոչ միայն մեդալի կորուստ, այլ ամբողջ կյանքի ոչնչացում։ Բայց ով էր ուղարկել այդ ծրարը։ Սվետլանան, որը Մոսկվայում էր։ Նրա եղբայրը, ԿԳԲ-սպան, որը հավանաբար այստեղ էր, Մյունխենում, հսկում էր խորհրդային պատվիրակությանը։ Թե
Ինչ-որ մեկը երրորդ, ինչ-որ մեկը, ով օգտագործում էր Սվետլանային որպես գործիք, վերահսկելու համար Վարդանյանին, վերահսկելու համար նրա արդյունքները, վերահսկելու համար նրա հավատարմությունը համակարգին։ Յուրին չգիտեր պատասխանը, բայց նա գիտեր մի բան, նա ընկղմված էր մի ցանցի մեջ, որը հյուսված էր նրա շուրջը, որ ամեն անգամ, երբ նա փորձում էր ազատվել, ցանցը սեղմվում էր ավելի ամուր։ Մրցումների երկրորդ օրը, երբ Վարդանյանը պատրաստվում էր իր վերջին փորձի համար, նա տեսավ մի տղամարդու, կանգնած դահլիճի անկյունում, հագնված բաճկոնով, նայում էր նրան այնպիսի հայացքով, որը Յուրին ճանաչեց անմիջապես։ Սա էր ԿԳԲ-ի հայացքը, սառը, գնահատող, սպասող, սխալի։ Եվ այդ պահին Յուրին հասկացավ, որ նա ոչ միայն մրցում է մյուս ծանրամարտիկների դեմ, այլ մրցում է մի համակարգի դեմ, որը ուզում էր նրան կոտրել, ուզում էր նրան վերածել հնազանդ գործիքի, ուզում էր ապացուցել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է վերահսկվել, եթե գտնես նրա թույլ կետը։ Եվ Սվետլանան եղել էր այդ թույլ կետը։ Վարդանյանը բարձրացրեց 220 կիլոգրամ իր վերջին հրումով, հաղթեց աշխարհի առաջնությունը, երբ նրան տվեցին ոսկե մեդալը, նա ժպտաց ամբողջ աշխարհի համար։ Բայց ներսում նա զգում էր ոչ թե հաղթանակի ուրախություն, այլ դատապարտյալի ճակատագիր։ Նա գիտեր, որ երբ վերադառնա Մոսկվա, Սվետլանան կսպասի նրան, որ նա չի կարող խուսափել նրանից, քանի որ նրա եղբայրը ԿԳԲ-սպան արդեն ունի ամեն ինչ, ինչ պետք է ոչնչացնելու համար Վարդանյանի կարիերան, եթե նա չհնազանդվի։ Բայց ինչին պետք է հնազանդվի։ Ինչ էին ուզում նրանցից։ Պարզապես վերահսկել նրան, թե օգտագործել նրան ինչ-որ ավելի մեծ, ավելի մութ նպատակի համար։ Երբ Վարդանյանը վերադարձավ Մոսկվա 1975 թվականի հոկտեմբերին, նրան դիմավորեցին որպես հերոսի։ Կարմիր հրապարակում անցկացվեցին շքերթ, Կրեմլում նրան ընդունեց Բրեժնը տվեց նրան Լենինի օրդեն, իսկ Պրավդա թերթը գրեց. Վարդանյանը ապացուցեց, որ խորհրդային մարդը ամենաուժեղն է աշխարհում։ Բայց երբ շքերթերն ավարտվեցին, երբ լույսերը հանգան, Յուրին ստացավ հեռախոսազանգ Սվետլանայից, բարի վերադարձ, չեմպիոն։ Ես սպասում եմ քեզ այսօր երեկոյան։ Մենք ունենք շատ բաներ քննարկելու։ Եվ Յուրին գիտեր, որ նա պետք է գնա, քանի որ եթե չգնա, ապա հաջորդ օրը նրա ընտանիքը Լենինականում կստանա այդ լուսանկարները, նրա մայրը, Արփինեն, կմեռնի ամոթից։ Այդ երեկո Սվետլանայի բնակարանում Կուտուզովյան պողոտայում Յուրի Վարդանյանը մտավ տեսավ ոչ միայն Սվետլանային, այլ նրա եղբորը Վլադիմիր Կորոլին, ԿԳԲ-ի գնդապետին, նստած բազկաթոռում, ծխելով սիգար, նայելով Յուրիին այնպես, ինչպես գիտնականը նայում է լաբորատոր առնետին։ Վլադիմիրը ասաց, իր ձայնը հանգիստ, բայց լի սպառնալիքով. Նստիր, Յուրի Նորայրի։ Մենք պետք է խոսենք քո ապագայի մասին։ Դու հիանալի մարզիկ ես, բայց դու նա պետք է հասկանաս, որ քո հաջողությունը պատկանում է ոչ միայն քեզ, այլ մեզ, այն մարդկանց, ովքեր ստեղծեցին քեզ, ովքեր պաշտպանում են քեզ, ովքեր կարող են նա ոչնչացնել քեզ, եթե դու մոռանաս, թե ում ես պարտական։ Եվ այդ պահին Յուրի Վարդանյանը հասկացավ, որ նա այլս ազատ մարդ չէ, որ նա դարձել է գերի, ոչ թե բանտում, այլ ոսկե վանդակում, որտեղ նրան կերակրում են փառքով, բայց որտեղ նա երբեք չի կարող փախչել։ Բայց ինչպես կարող էր նա ապրել այսպես, իմանալով, որ նրա ամեն քայլը հսկվում է, նրա ամեն սխալը գրանցվում է, որ նա միշտ կլինի մեկի գործիքը։ Եվ արդյոք կար ելք այս դժոխքից, թե Վարդանյանը դատապարտված էր ապրել կրկնակի կյանք, հանրությանը ցույց տալով հաղթանակի ժպիտը, բայց ներսում կրելով մի գաղտնիք, որը կարող էր ոչնչացնել ամեն ինչ։ Վլադիմիր Կորոլի բնակարանում օդը խիտ էր սիգարի ծխից չասված սպառնալիքներից, երբ ԿԳԲ-ի գնդապետը բացեց իր սեղանի դարակը, հանեց մի թանձր թղթապանակ, կապված կարմիր ժապավենով։ Նա դանդաղ, համարյա թատերական շարժումներով բացեց այն, սկսեց դասավորել լուսանկարներ սեղանի վրա, մեկը մյուսի կողքին, ինչպես խաղաքարտեր։ Յուրի Վարդանյանը նայեց դեպի այդ լուսանկարները, զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում։ Այստեղ էին բոլոր նրանց հանդիպումները Սվետլանայի հետ, արված թաքնված տեսախցիկներից, որոնք տեղադրված էին նրա բնակարանի պատերում, առաստաղում, նույնիսկ հայելիների ետում։ Յուրին տեսավ ինքն իրեն խմելիս, ծիծաղելիս, գրկելիս Սվետլանային, ամեն լուսանկարի տակ գրված էր ամսաթիվը, ժամը, նույնիսկ այն, թե ինչ էին նրանք խոսել։ Վլադիմիրը ժպտաց, այն ժպիտով, որը երբեք չէր հասնում նրա աչքերը, ասաց. Տեսնուս, Յուրի Նորայրի, մենք ունենք ամեն ինչ։ Ամեն մի պահ, ամեն մի խոսք, ամեն մի շունչ։ Եթե այս լուսանկարները հայտնվեն սպորտի կոմիտեում, դու կզրկվես իրավունքից մասնակցելու Մոնրեալի օլիմպիական խաղերին։ Եթե դրանք հայտնվեն Կոմկուսի կենտկոմում, դու կվտարվես Սիբիր, աշխատելու ածխային հանքերում։
Եվ եթե դրանք հայտնվեն քո ընտանիքի մոտ Լենինականում, քո մայրը կմեռնի ոչ թե ամոթից, այլ սրտի կաթվածից, քանի որ նրա սիրտը արդեն թույլ է, ինչպես մենք իմանում ենք նրա բժշկական քարտից, որը նույնպես մեր մոտ է։ Յուրին նստեց այնտեղ անշարժ իր ձեռքերը սեղմված բռունցքների մեջ, հասկացավ, որ նա ընկղմված էր մի որոգայթի մեջ, որը ոչ միայն նախապես պատրաստված էր, այլ այնքան խորն էր, որ ելք չկար։ Բայց ինչու էին նրանք արել այս ամենը։ Ինչու էր ԿԳԲ-ն ծախսել ռեսուրսներ, ժամանակ մարդկանց հսկելու համար մի ծանրամարտիկի, որը պարզապես ուզում էր հաղթել մեդալներ։ Թե սա ավելին էր, քան պարզ վերահսկողություն, թե սա էր այն, ինչպես համակարգը վերածում էր մարդկանց հնազանդ գործիքների, ցույց տալով նրանց, որ նույնիսկ նրանց ամենաանձնական պահերը պատկանում են պետությանը։ Վլադիմիր Կորոլը հավաքեց լուսանկարները, դրեց դրանք հետ թղթապանակի մեջ, ասաց, իր ձայնը այժմ գործնական, գրեթե բարեկամական։ Բայց մենք չենք ուզում քեզ ոչնչացնել, Յուրի Նորայրի։ Հակառակը, մենք ուզում ենք օգնել քեզ։ Դու ունես ներուժ դառնալ ոչ միայն օլիմպիական չեմպիոն, այլ խորհրդային միության խորհրդանիշ, ապացույց, որ մեր համակարգը ստեղծում է գերմարդկանց։ Բայց դու պետք է հասկանաս, որ այդ փառքի համար կա գին։ Դու պետք է լինես մեզ հետ, ոչ թե մեր դեմ։ Դու պետք է անես այն, ինչ մենք ասում ենք, երբ մենք ասում ենք, ոչ մի հարց չտաս։ Եվ եթե դու լինես հնազանդ, ապա այս լուսանկարները կմնան այստեղ, այս տարակում, ոչ ոք երբեք չի տեսնի դրանք։ Բայց եթե դու փորձես խաղալ մեզ հետ, եթե դու փորձես փախչել, եթե դու նույնիսկ մտածես դավաճանելու մասին, ապա այս լուսանկարները կլինեն ամենուր, Պրավդա թերթում, Երանի հեռուստատեսությունում, քո ծնողների տան դռան վրա։ Նա դադար տվեց, թողեց իր խոսքերը ընկնեն Յուրիի գիտակցության մեջ, ապա ավելացրեց. Եվ հիմա, որպեսզի մենք իմանանք, որ դու հասկացար, դու կստորագրես մի փաստաթուղթ։ Պարզ փաստաթուղթ, որտեղ դու խոստանում ես համագործակցել ԿԳԲ-ի հետ, տեղեկատվություն տրամադրելով օտարերկրյա մարզիկների, մարզիչների լրագրողների մասին, ում դու հանդիպում ես միջազգային մրցումներում։ Դու կդառնաս մեր աչքերը ականջները սպորտի աշխարհում։ Եվ դու կստանաս կոդային անուն՝ Արարատ։ Գեղեցիկ անուն, չէ՞։ Հայկական լեռ, որը խորհրդանշում է ուժը, հավատարմությունը։ Յուրի Վարդանյանը նայեց Վլադիմիր Կորոլին, ապա Սվետլանային, ով նստած էր անկյունում, լուռ, նրա դեմքը անարտահայտիչ, նա հասկացավ, որ նա երբեք իսկապես չէր ճանաչել այս կնոջը։ Նա չէր եղել սիրահար, նա չէր եղել նույնիսկ իսկական։ Նա եղել էր դերասան, խաղալով սցենար, որը գրված էր նրա եղբոր կողմից, սցենար, որի նպատակն էր բռնել Վարդանյանին, կապել նրան, վերածել նրան գործիքի։ Եվ այժմ նրանք ուզում էին, որ նա ստորագրի իր սեփական դատավճիռը, դառնա ոչ միայն գերի, այլ դավաճան, մարդ, ով հանձնում է ուրիշներին, որպեսզի փրկի ինքն իրեն։ Բայց ինչ ընտրություն ուներ նա։ Եթե նա մերժեր, նրա կյանքը կավարտվեր այստեղ, այս սենյակում, այս գիշեր։ Եթե նա համաձայներ, նա գոնե կարող էր շարունակել մրցել, շարունակել հաղթել, գուցե մի օր գտնել ելք այս դժոխքից։ Նա վերցրեց գրիչը, որը Վլադիմիրը մեկնեց նրան, ստորագրեց փաստաթուղթը, իր ձեռքը դողալով, իր սիրտը քարանում։ Եվ այդ պահին Յուրի Վարդանյանը դադարեց լինել ազատ մարդ։ Նա դարձավ Արարատ ԿԳԲ-ի գործակալ, ով կապրեր կրկնակի կյանք մինչ իր վերջին օրը։ Բայց արդյոք նա իսկապես կարող էր ապրել այսպես, իմանալով, որ նա դավաճանել է ոչ միայն ուրիշներին, այլ ինքն իրեն։ Եվ ինչպիսին կլիներ այդ կրկնակի կյանքի գինը, ոչ միայն նրա համար, այլ նրա ընտանիքի, նրա երկրի, նրա հոգու համար։ 1976 թվականի ամառը Յուրի Վարդանյանը մեկնեց Մոնրեալ, Օլիմպիական խաղերի համար, գրելով իր ուսերին ոչ միայն Հայաստանի հույսերը, այլ ԿԳԲ-ի հանձնարարականները։ Նրա ճամպրուկում, թաքնված կրկնակի հատակի տակ էր մի փոքրիկ տետր, կոդավորված նշումներով, որտեղ նա պետք է գրեր ամեն ինչ, ինչ տեսնում լսում էր օտարերկրյա մարզիկների, մարզիչների, պաշտոնյաների մասին։ Նրան սովորեցրել էին, թե ինչպես մոտենալ մարդկանց, ինչպես հարցեր տալ, որոնք չեն թվում կասկածելի, ինչպես հիշել դետալներ, որոնք կարող են օգտակար լինել ԿԳԲ-ին։ Եվ նրան նա նախազգուշացրել էին. Եթե դու ձախողես այս առաջադրանքը, եթե դու վերադառնաս առանց տեղեկատվության, ապա այն լուսանկարները կհրապարակվեն։ Մենք չենք սպառնում, մենք պարզապես հիշեցնում ենք։ Մոնրեալում, Օլիմպիական գյուղում, Վարդանյանը ապրում էր երկու կյանք միաժամանակ։ Ցերեկը նա էր չեմպիոնը, վարժվում էր, պատրաստվում էր մրցումների, ժպտում էր լրագրողներին, ներկայացնում էր խորհրդային միությունը որպես անպարտելի ուժ։ Բայց գիշերները, երբ մյուս մարզիկները քնում էին, Յուրին նստում էր իր սենյակում, գրում էր իր տետրում, նկարագրելով, թե ինչ էր տեսել այդ օրը։
Նա գրեց, որ ամերիկացի ծանրամարտիկ Ջոն Դեյվիսը խոսում էր իր մարզչի հետ նոր վարժական մեթոդների մասին, որոնք ներառում էին հատուկ սննդային հավելումներ։ Նա գրեց, որ բուլղարացի մարզիկ Նորայր Նուրիկյանը պատմում էր, որ նրա երկրում սկսել են օգտագործել անաբոլիկ ստերոիդներ, բարելավելու համար արդյունքները։ Նա գրեց, որ մի ֆրանսիացի լրագրող հարցրել էր նրան, թե արդյոք ճիշտ է, որ խորհրդային մարզիկները ստիպված են ապրել բանակային ռեժիմում։ Եվ ամեն անգամ, երբ նա գրում էր այդ բաները, նա զգում էր, թե ինչպես է մի մասը իր հոգուց մեռնում, թե ինչպես է նա դառնում ոչ թե մարզիկ, այլ լրտես, դավաճան, մարդ, ով վաճառել էր իր պատիվը փրկելու համար իր կարիերան։ Բայց ամենավատը եղավ այն, որ Վարդանյանը սկսեց նկատել, որ նա ոչ միայն մեկն էր։ Օլիմպիական գյուղում կային մյուս խորհրդային մարզիկներ, ովքեր նույնպես վարվում էին տարօրինակ, շատ հարցեր էին տալիս, շատ ուշադիր էին լսում, շատ մանրամասն էին հիշում։ Նա տեսավ մի ռուս լողորդի, ով ամեն երեկո նստում էր բարում գրում էր ինչ-որ բան փոքրիկ նոթատետրում։ Նա տեսավ մի ուկրաինացի մարմնամարզուհու, ով միշտ էր մոտենում օտարերկրյա մարզիչներին, սկսում էր զրույցներ։ Եվ նա հասկացավ, որ ԿԳԲ-ն ստեղծել էր ամբողջ ցանց լրտեսների սպորտի աշխարհում, որ նրանք բոլորը էին արարատներ, մարդիկ, ովքեր բռնված էին իրենց սեփական թուլությունների, վախերի կամ ցանկությունների մեջ, ստիպված էին ծառայել համակարգին։ Եվ այս բացահայտումը ավելի սարսափելի էր, քան ամեն ինչ, քանի որ դա նշանակում էր, որ նա երբեք չէր կարող վստահել ոչ ոքի, որ նույնիսկ նրա ընկերները կարող էին լինել լրտեսներ, որ նա դատապարտված էր ապրել մեկուսացման մեջ, շրջապատված մարդկանցով, բայց միշտ միայնակ։ Օլիմպիական մրցումների օրը Վարդանյանը բարձրացրեց 285 կիլոգրամ, դարձավ օլիմպիական չեմպիոն, կոտրելով աշխարհի ռեկորդը։ Ամբողջ աշխարհը տեսավ նրան կանգնած պոդիումի վրա, ոսկե մեդալը նրա պարանոցին, խորհրդային միության դրոշը բարձրանում նրա ետում, նա ժպտում էր, այն ժպիտով, որը դարձել էր նրա դիմակը։ Բայց ներսում, նրա սրտում, էր միս անդունդ, որը ավելանում էր ամեն օր։ Երբ նա վերադարձավ Մոսկվա, նրան դիմավորեցին որպես ազգային հերոսի։ Բրեժնը գրկեց նրան, Պրավդան գրեց, որ Վարդանյանը խորհրդային մարդու գերազանցության խորհրդանիշն է, իսկ Երանում նրա պատվին անվանակոչեցին փողոց։ Բայց երբ շքերթերն ավարտվեցին, երբ լույսերը հանգան, Վլադիմիր Կորոլը կանչեց նրան իր գրասենյակ Լուբյանկայում, ասաց. «Լավ աշխատեցիր, Արարատ։ Տեղեկատվությունը, որը դու տրամադրեցիր, շատ օգտակար էր։ Հիմա մենք ունենք նոր առաջադրանք քեզ համար»։ Վլադիմիրը բացեց մի քարտեզ Եվրոպայի, ցույց տվեց մի կետ Իտալիայում, հաջորդ տարի դու կմասնակցես Ռոմայի աշխարհի առաջնությանը։ Այնտեղ կլինի մի իտալացի բիզնեսմեն, Ջովաննի Ռոսսի անունով, ով հետաքրքրված է ներդրումներ անել խորհրդային սպորտում։ Նա իրականում աշխատում է ՆԱՏՕ-ի հետախուզության համար, փորձում է հավաքել տեղեկատվություն մեր մարզական ծրագրերի մասին։ Դու կմոտենաս նրան, կսկսես զրույց, կդառնաս նրա ընկերը, կտեղեկացնես մեզ, թե ինչ է նա փնտրում, ում հետ է նա հանդիպում, ինչ հարցեր է տալիս։ Եվ եթե հնարավոր լինի, դու կփորձես տալ նրան կեղծ տեղեկատվություն, որը մենք կտրամադրենք քեզ։ Դու կդառնաս կրկնակի գործակալ, Արարատ։ Դու կխաղաս նրանց դեմ, նրանք երբեք չեն իմանա, որ դու մերն ես։ Յուրին նստեց այնտեղ, լսելով այս խոսքերը, զգաց, թե ինչպես է նրա կյանքը դառնում ավելի ու ավելի բարդ, ավելի ու ավելի մութ, ավելի ու ավելի հեռու այն երազանքից, որը նա ունեցել էր երբեմն, պարզապես լինել լավագույն ծանրամարտիկը աշխարհում։ Հիմա նա էր ոչ միայն մարզիկ, ոչ միայն լրտես, այլ խաղացող մի վտանգավոր խաղում, որտեղ մի սխալ կարող էր արժենալ ոչ միայն նրա կարիերան, այլ նրա կյանքը։ Եվ նա հարցրեց ինքն իրեն մի հարց, որը հետապնդում էր նրան ամեն գիշեր. Արդյոք ես դեռ Յուրի Վարդանյանն եմ, թե ես արդեն դարձել եմ Արարատ, մի մարդ, ում ես չեմ ճանաչում, մի ստվեր, ով ապրում է ստերի մեջ։ 1977 թվականի աշնանը, Ռոմայի աշխարհի առաջնության ժամանակ, Յուրի Վարդանյանը հանդիպեց Ջովաննի Ռոսսիին, մի կոմպակտ, 50-րդ տարիների իտալացու, ով հագնված էր թանկարժեք կոստյումով, ով խոսում էր անգլերեն, թեթ իտալական առոգանությամբ։ Ռոսսին մոտեցավ Վարդանյանին մրցումներից հետո, շնորհավորեց նրան հաղթանակի համար, հրավիրեց նրան ընթրիքի քննարկելու հնարավոր համագործակցություն։ Յուրին, հետելով ԿԳԲ-ի հրահանգներին, համաձայնեց, նրանք հանդիպեցին մի փոքրիկ ռեստորանում Տրաստերեի թաղամասում, հեռու զբոսաշրջիկներից, լրագրողներից։ Ռոսսին պատվիրեց լավագույն գինին, խոսեց Իտալիայի սիրո մասին խորհրդային սպորտի նկատմամբ, ապա երբ նրանք արդեն խմել էին երկու շիշ, նա սկսեց հարցեր տալ, նուրբ, զգույշ, բայց հստակ հարցեր։ Նա հարցրեց, թե ինչպիսին է մարզական համակարգը խորհրդային միությունում, ինչպես են ընտրվում մարզիկները, ինչպիսին է նրանց սննդակարգը, ինչպիսին են նրանց վարժական մեթոդները։
Եվ Յուրին, խաղալով իր դերը, պատասխանեց այդ հարցերին, տալով այն տեղեկատվությունը, որը ԿԳԲ-ն պատրաստել էր նրա համար, կիսաճշմարիտ, կիսակեղծ, բավականաչափ համոզիչ, որպեսզի Ռոսսին հավատար, բայց բավականաչափ սխալ, որպեսզի մոլորեցնի նրան։ Բայց այդ ընթրիքի ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը Վարդանյանը չէր սպասում։ Ռոսսին, երբ նրանք արդեն պատրաստվում էին հեռանալ, նայեց Յուրիի աչքերին, ասաց, իր ձայնը հանկարծ լուրջ, գրեթե տխուր. «Յուրի, ես գիտեմ, որ դու ստում ես ինձ։ Ես գիտեմ, որ դու աշխատում ես նրանց համար։ Բայց ես նա գիտեմ, որ դու չես ուզում դա անել։ Ես տեսնում եմ քո աչքերում, դու ապրում ես դժոխքում, դու փնտրում ես ելք։ Եթե դու երբե ուզես փախչել, եթե դու երբե ուզես ազատվել նրանցից, ես կարող եմ օգնել քեզ։ Մենք կարող ենք տալ քեզ ապաստան Իտալիայում, նոր ինքնություն, նոր կյանք։ Դու պետք է միայն ասես այո, մենք կկազմակերպենք ամեն ինչ»։ Յուրին նայեց Ռոսսիին, չհավատալով իր ականջներին։ Սա էր որոգայթ, նոր խաղ, որը ԿԳԲ-ն խաղում էր, փորձարկելու համար նրա հավատարմությունը։ Թե սա էր իսկական առաջարկ, իսկական հնարավորություն փախչելու համար այն բանտից, որտեղ նա ապրում էր։ Նա չգիտեր պատասխանը, բայց նա գիտեր մի բան, եթե նա ընդուներ այդ առաջարկը, սա լիներ ԿԳԲ-ի թակարդ, ապա նա կմեռներ։ Եվ եթե նա ընդուներ այդ առաջարկը, սա լիներ իսկական, ապա նրա ընտանիքը Լենինականում կմեռներ։ Քանի որ ԿԳԲ-ն երբեք չէր ների դավաճանությունը, նրանք կվրեժխնդիր լինեին ոչ միայն նրա վրա, այլ նրա սիրելիների վրա։ Յուրին ժպտաց, այն ժպիտով, որը դարձել էր նրա ամենահաճախ օգտագործած դիմակը, ասաց. «Ջովաննի, ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Ես երջանիկ եմ Խորհրդային Միությունում։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ մարզիչներիս, իմ կյանքը։ Ես չեմ ուզում փախչել որևէտեղ»։ Ռոսսին հանգստացավ, բայց նրա աչքերում Յուրին տեսավ մի բան, ցավ, հիասթափություն, գուցե նույնիսկ կարեկցանք։ Եվ երբ նրանք բաժանվեցին, Յուրին քայլեց հետ դեպի իր հյուրանոց, զգալով, թե ինչպես է նրա սիրտը ծանրանում ամեն քայլի հետ։ Նա հրաժարվել էր իր միակ հնարավորությունից ազատվելու համար, նա գիտեր, որ նա երբեք չէր ստանա նման առաջարկ կրկին։ Նա դատապարտված էր ապրել որպես Արարատ մինչ իր վերջը, այդ գիտակցումը էր ավելի ծանր, քան ցանկացած քաշ, որը նա երբե բարձրացրել էր մարզասրահում։ Բայց արդյոք նա կարող էր շարունակել այսպես, իմանալով, որ նա դավաճանում է ոչ միայն ուրիշներին, այլ ինքն իրեն, ամեն օր, ամեն ժամ, ամեն շունչ։ Եվ ինչպիսին կլիներ այդ կյանքի վերջը, արդյոք նա կմեռներ որպես հերոս, թե որպես դավաճան, արդյոք ինչ-որ մեկը երբեք իմանար ճշմարտությունը այն մարդու մասին, ով կրել էր երկու անուն, երկու դեմք, երկու հոգի։ Երբ Յուրի Վարդանյանը վերադարձավ Մոսկվա Ռոմայից 1977 թվականի նոյեմբերին, նրա ճամպրուկում թաքնված էր ոչ միայն ոսկե մեդալը, այլ մի փոքրիկ թղթի կտոր, որը նա գտել էր իր հյուրանոցային սենյակի բարձի տակ, վերջին գիշերը Իտալիայում։ Այդ թղթի վրա, գրված իտալերեն, հետո թարգմանված ռուսերեն, նրա սեփական ձեռքով, երբ նա նստած էր ինքնաթռում, գրված էր ընդամենը մեկ նախադասություն. «Քո կինը Երանում հղի է երկրորդ երեխայով, բայց Սվետլանա Կորոլան Մոսկվայում պատմում է իր ընկերներին, որ դու խոստացել ես թողնել քո ընտանիքը նրա համար»։ Յուրին կարդաց այդ տողերը 5 անգամ, իր ձեռքերը դողալով այնքան ուժգնորեն, որ թուղթը գրեթե պատռվեց, նա հասկացավ, որ ԿԳԲ-ն սկսել էր խաղալ նոր խաղ, ավելի դաժան, ավելի անձնական, ավելի ոչնչացուցիչ խաղ։ Նրանք ուզում էին ոչ միայն վերահսկել նրա գործողությունները, այլ ոչնչացնել նրա ընտանիքը, կոտրել նրա վերջին կապը այն կյանքի հետ, որը նա ունեցել էր մինչ Մոսկվա գալը։ Բայց ով էր ուղարկել այդ նամակը, Ջովաննի Ռոսսին, փորձելով ցույց տալ, որ ԿԳԲ-ն խաղում է կեղտոտ, թե ինչ-որ մեկը երրորդ, ինչ-որ մեկը, ով ուզում էր նրան նախազգուշացնել, որ նրա կյանքը դառնում էր ավելի բարդ, քան նա երբե պատկերացրել էր։ Եվ ամենակարևորը, արդյոք ճիշտ էր այդ տեղեկատվությունը, թե սա էր նոր ճնշման միջոց, նոր սպառնալիք, նոր եղանակ ստիպելու նրան մնալ հնազանդ։ Երբ Յուրին ժամանեց Տարասովկա, նա անմիջապես զանգահարեց Երան իր կնոջը Արմինեին, ում հետ նա ամուսնացել էր 1974 թվականին, երբ նա դեռ էր 20 տարեկան, երազում էր ստեղծել ընտանիք, որը կլիներ նրա ապաստանը այն մութ աշխարհից, որտեղ նա ստիպված էր ապրել։ Արմինեն պատասխանեց հեռախոսին իր ձայնով, հոգնած, բայց ջերմ, երբ Յուրին հարցրեց նրան, թե արդյոք նա հղի է, նա լռեց 2 վայրկյանով, ապա ասաց. «Այո, Յուրի։ Ես ուզում էի քեզ ասել, երբ դու վերադառնաս տուն նոր տարվա համար։ Մենք ունենալու ենք երկրորդ երեխա։ Դու երջանիկ ես»։
Յուրին զգաց, թե ինչպես է նրա կոկորդը սեղմվում, թե ինչպես են արցունքները լցվում նրա աչքերը, նա ասաց. «Այո, սիրելիս, ես շատ երջանիկ եմ»։ Բայց երբ նա դրեց հեռախոսը, նա նստեց գետնին, լաց եղավ, առաջին անգամ 10 տարվա ընթացքում, լաց եղավ այնպես, ինչպես երեխա, որը կորցրել է իր ճանապարհը, չգիտի, թե ինչպես վերադառնալ տուն։ Քանի որ նա հասկացավ, որ Սվետլանա Կորոլան իսկապես պատմում էր մարդկանց, որ նա պատկանում է նրան, որ նա թողնելու է իր կնոջը, որ այդ լուրերը շուտ կամ ուշ կհասնեին Երան, կհասնեին Արմինեի ականջներին, կոչնչացնեին այն միակ մաքուր բանը, որը մնացել էր նրա կյանքում, նրա ընտանիքը։ Հաջորդ օրը Յուրին գնաց Լուբյանկա, առանց նախապես զանգահարելու, առանց նշանակված հանդիպման, պահանջեց տեսնել Վլադիմիր Կորոլին։ Քարտուղարուհին, մի սառը կին, 40-ամյա, ով նայում էր նրան այնպես, ինչպես էնտոմոլոգը նայում է միջատին, ասաց, որ գնդապետը զբաղված է, բայց Յուրին չշարժվեց։ Նա նստեց սպասասրահում 3 ժամ, մինչ վերջապես դուռը բացվեց, Վլադիմիրը հայտնվեց, իր դեմքը անարտահայտիչ, իր աչքերը սառը ինչպես միշտ։ Նա ասաց. «Արարատ, ինչ անսպասելի այց»։ «Մտիր»։ Յուրին մտավ գրասենյակ, դուռը փակվեց նրանց ետում, նա անմիջապես ասաց, իր ձայնը դողալով ոչ թե վախից, այլ զայրույթից. «Ես ուզում եմ, որ Սվետլանան դադարեցնի խոսել մարդկանց հետ իմ մասին։ Ես ուզում եմ, որ նա դադարեցնի տարածել սուտեր, որ ես պատկանում եմ նրան։ Ես ամուսնացած մարդ եմ, ես ունեմ ընտանիք, ես չեմ թողնի, որ դուք ոչնչացնեք այն»։ Վլադիմիրը նստեց իր սեղանի ետում, վառեց սիգար, ժպտաց, այն ժպիտով, որը երբեք չէր հասնում նրա աչքերը։ «Արարատ, դու շփոթված ես։ Սվետլանան ազատ կին է, նա կարող է խոսել այն, ինչ ուզում է։ Եթե նա սիրահարված է քեզ, եթե նա երազում է ապագայի մասին քեզ հետ, ես չեմ կարող արգելել նրան երազել։ Բայց եթե դու ուզում ես, որ այդ երազանքները չդառնան իրականություն, ապա դու պետք է ապացուցես ինձ, որ դու դեռ մերն ես, որ դու դեռ հավատարիմ ես մեզ։ Եվ լավագույն եղանակը դա անելու համար է շարունակել քո աշխատանքը, ավելի լավ, ավելի արդյունավետ, ավելի նվիրված»։ Յուրին նայեց Վլադիմիր Կորոլին, հասկացավ, որ նա խոսում է պատի հետ, որ այս մարդը չունի սիրտ, հոգի, կարեկցանք։ Նա էր մեքենա, ստեղծված ԿԳԲ-ի համակարգի կողմից, նրա միակ նպատակն էր վերահսկել, շահագործել, ոչնչացնել այն մարդկանց, ովքեր դառնում էին նրա թիրախները։ Եվ Յուրին նա հասկացավ, որ նա չուներ ընտրություն։ Եթե նա շարունակեր բողոքել, եթե նա շարունակեր պահանջել, ապա Վլադիմիրը պարզապես կօգտագործեր այդ լուսանկարները, կուղարկեր դրանք Երան, Արմինեն կիմանար ամեն ինչ։ Եվ եթե նա փորձեր փախչել, եթե նա փորձեր ընդունել Ջովաննի Ռոսիի առաջարկը, ապա նրա ընտանիքը կվտանգվեր, ոչ միայն նրա կինը, երեխաները, այլ նրա ծնողները Լենինականում, նրա եղբայրները, նրա քույրերը, բոլորը, ում նա սիրում էր։ ԿԳԲ-ն ուներ երկար ձեռքեր, նրանք երբեք չէին մոռանում, երբեք չէին ների։ Յուրին դուրս եկավ Լուբյանկայից, քայլեց Մոսկվայի փողոցներով, առանց տեսնելու մարդկանց, առանց լսելու աղմուկը, նա զգաց, թե ինչպես է նրա հոգին դանդաղորեն մեռնում, թե ինչպես է նա դառնում ոչ թե մարդ, այլ ստվեր, ուրվական, որը շարժվում է աշխարհում, բայց որը արդեն չի պատկանում դրան։ 1978 թվականի գարնանը Յուրի Վարդանյանը մեկնեց Վարշավա, Եվրոպայի առաջնության համար, այնտեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Մրցումների երկրորդ օրը, երբ Վարդանյանը պատրաստվում էր իր փորձի համար, նա տեսավ մի կին կանգնած դահլիճի մուտքի մոտ, նայում էր նրան այնպիսի հայացքով, որը նա ճանաչեց անմիջապես։ Սա էր Սվետլանա Կորոլան, հագնված սպաճկոնով, նրա շիկահեր մազերը թաքնված գլխարկի տակ, բայց նրա աչքերը, այդ սառը, կապույտ, հաշվարկող աչքերը անհնար էր չճանաչել։ Յուրին զգաց, թե ինչպես է նրա սիրտը դադարում, թե ինչպես է նրա արյունը սառում, նա հասկացավ, որ ԿԳԲ-ն ուղարկել էր Սվետլանային այստեղ, ոչ պատահականորեն, այլ որպես հիշեցում, որպես սպառնալիք, որպես ցուցադրություն, որ նրանք միշտ այնտեղ են, միշտ հսկում են, միշտ վերահսկում են։ Բայց ինչու՞։ Հենց հիմա, ինչու՞։ Հենց այստեղ, Վարշավայում, որտեղ խորհրդային պատվիրակությունը պետք է ցույց տար իր ուժը, իր գերազանցությունը։ Թե սա էր նոր փորձարկում, նոր եղանակ ստուգելու, թե արդյոք Վարդանյանը դեռ կարող է կենտրոնանալ, դեռ կարող է հաղթել, երբ նրա անցյալը, նրա գաղտնիքները, նրա վախերը կանգնած են հենց նրա աչքերի առաջ։ Վարդանյանը բարձրացրեց 285 կիլոգրամ, հաղթեց առաջնությունը, բայց երբ նա իջավ պոդիումից, Սվետլանան սպասում էր նրան դահլիճի ելքի մոտ։ Նա մոտեցավ նրան, ժպտաց, ասաց բարձրաձայն, որպեսզի շրջապատի մարդիկ լսեին. «Շնորհավորում եմ, սիրելիս։ Ես այնքան հպարտ եմ քեզնով։
Ապա նա շշնջաց, իր շուրթերը գրեթե դիպչելով նրա ականջին. Վլադիմիրը ուզում է տեսնել քեզ այսօր երեկոյան։ Հյուրանոց Բրիստոլ, սենյակ 211։ Ժամը 9։ Մի ուշացիր։ Եվ նա հեռացավ, թողնելով Յուրիին կանգնած այնտեղ, շրջապատված լրագրողներով, ովքեր ուզում էին հարցազրույց, մարզիչներով, ովքեր ուզում էին շնորհավորել, բայց նա չէր լսում ոչ ոքի։ Նա լսում էր միայն իր սրտի զարկերը, որոնք հնչում էին նրա ականջներում ինչպես թմբուկ, որը հայտարարում է մահապատիժի մասին։ Երեկոյան ժամը 9 Յուրի Վարդանյանը մտավ հյուրանոցը Բրիստոլը 5 աստղանի հյուրանոց Վարշավայի կենտրոնում, որտեղ մնում էին միայն օտարերկրյա դիվանագետները, բարձրաստիճան պաշտոնյաները, այն մարդիկ, ում գրպանները լի էին արմատյան արժույթով։ Նա բարձրացավ երկրորդ հարկ, գտավ սենյակ 211-ը, թակեց դուռը։ Վլադիմիր Կորոլը բացեց դուռը, հագնված սպիտակ վերնաշապիկով, առանց փողկապի, իր թքերը մինչ արմունկներ ծալված, նա ասաց. Մտիր, Արարատ։ Մենք ունենք լուրջ խոսակցություն։ Յուրին մտավ սենյակ, տեսավ, որ այնտեղ կա նա մեկ ուրիշը, մի տղամարդ, 45 տարեկան, կարճ մազերով, հագնված մուգ կոստյումով, ով նստած էր բազկաթոռում, ծխում էր սիգարետ։ Վլադիմիրը ներկայացրեց նրան. Սա է գնդապետ Անդրեյ Պետրովը, ԿԳԲ-ի առաջին գլխավոր վարչությունից, որը պատասխանատու է արտաքին հետախուզության համար։ Նա ունի հատուկ առաջադրանք քեզ համար, Արարատ, առաջադրանք, որը կփոխի քո կյանքը։ Անդրեյ Պետրովը ջարդեց իր սիգարետը, նայեց Վարդանյանին, սկսեց խոսել, իր ձայնը հանգիստ, բայց լի հեղինակությամբ. Յուրի Նորայրի, դու ծառայել ես մեզ լավ վերջին 3 տարիների ընթացքում։ Տեղեկատվությունը, որը դու տրամադրել ես, օգտակար է եղել։ Բայց հիմա մենք ունենք ավելի կարևոր առաջադրանք քեզ համար։ 1980 թվականին Մոսկվան կընդունի օլիմպիական խաղերը։ Սա կլինի ամենակարևոր իրադարձությունը Խորհրդային Միության պատմության մեջ, հնարավորություն ցույց տալ ամբողջ աշխարհին մեր գերազանցությունը, մեր ուժը, մեր համակարգի անպարտելիությունը։ Բայց կան ուժեր, արմատյան հետախուզական ծառայություններ, դիսիդենտներ, դավաճաններ, ովքեր ուզում են խաթարել այդ խաղերը, ստեղծել սկանդալներ, տարածել սուտ տեղեկատվություն։ Մենք ունենք տեղեկություններ, որ ՆԱՏՕ-ի հետախուզությունը պլանավորում է ներթափանցել օլիմպիական գյուղ, օգտագործելով կեղծ լրագրողների, կեղծ մարզիչների, նույնիսկ կեղծ մարզիկների։ Եվ մենք ուզում ենք, որ դու օգնես մեզ բացահայտել նրանց։ Դու կլինես մեր աչքերը, ականջները օլիմպիական գյուղում։ Դու կհաղորդես մեզ ամեն ինչ կասկածելի, ամեն ինչ անսովոր, ամեն ինչ, որը կարող է վտանգ ներկայացնել մեր անվտանգությանը։ Եվ եթե դու հաջողես այս առաջադրանքում, ապա այն լուսանկարները, որոնք մենք ունենք քո մասին, կոչնչացվեն։ Դու կազատվես քո պարտավորություններից, դու կկարողանաս վերադառնալ քո ընտանիքին, որպես ազատ մարդ, որպես հերոս, որպես չեմպիոն։ Յուրի Վարդանյանը լսեց այս խոսքերը, զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում մի զգացում, որը նա չէր զգացել տարիներ շարունակ, հույս։ Հույս, որ գուցե սա էր նրա ելքը, նրա հնարավորությունը ազատվելու այս դժոխքից։ Բայց միաժամանակ նա զգաց, նա կասկած, վախ, որ սա էր նոր որոգայթ, նոր եղանակ ավելի խորը ընկղմելու նրան ԿԳԲ-ի ցանցի մեջ։ Քանի որ եթե նա համաձայներ, եթե նա դառնար նրանց աչքերը, ականջները օլիմպիական խաղերում, ապա նա կդառնար ոչ միայն լրտես, այլ դավաճան, մարդ, ով հանձնում է իր սեփական մարզակիցներին, իր սեփական ընկերներին, գուցե նույնիսկ անմեղ մարդկանց, ովքեր պարզապես ուզում էին մասնակցել օլիմպիական խաղերին։ Բայց եթե նա մերժեր, ապա այն լուսանկարները կհրապարակվեին, նրա ընտանիքը կոչնչացվեր, նա ինքը կվերջանար որպես ոչինչ, մի կոտրված մարդ, ում անունը կլինի հայհոյանք։ Յուրին նայեց Անդրեյ Պետրովին, ապա Վլադիմիր Կորոլին, նա տեսավ նրանց աչքերում ոչ թե մարդկություն, այլ սառը հաշվարկ, գործիքների հայացք, որոնք օգտագործում են ուրիշ գործիքներ, հասնելու իրենց նպատակներին։ Եվ նա հասկացավ, որ նա երբեք չէր լինի ազատ, որ նույնիսկ եթե նա կատարեր այս վերջին առաջադրանքը, նրանք կգտնեին նոր առաջադրանք, նոր պահանջ, նոր եղանակ պահելու նրան իրենց ձեռքերի տակ։ Քանի որ ԿԳԲ-ն երբեք չէր թողնում գնալ իր գործիքները, երբեք չէր մոռանում, երբեք չէր ների։ Բայց ինչ կարող էր նա անել։ Ինչ ընտրություն ուներ նա, բացի համաձայնելուց, ժպտալուց, շարունակելուց ապրել այդ սուտը, որը դարձել էր նրա կյանքը։ Յուրին ասաց, իր ձայնը հոգնած, պարտված. Ես կանեմ այն, ինչ դուք ասում եք։ Ես կլինեմ ձեր աչքերը, ականջները օլիմպիական խաղերում։ Բայց ես ուզում եմ ձեր խոստումը, որ երբ այս ամենը ավարտվի, երբ խաղերը ավարտվեն, դուք կոչնչացնեք այդ լուսանկարները, կթողնեք ինձ խաղաղության մեջ։ Անդրեյ Պետրովը ժպտաց, ձեռք մեկնեց Վարդանյանին, ասաց. Դու ունես իմ խոսքը, Արարատ։
Երբ Մոսկվայի օլիմպիական խաղերը ավարտվեն, դու կլինես ազատ մարդ։ Բայց երբ Յուրին սեղմեց այդ ձեռքը, նա զգաց, թե ինչպես է նրա մաշկը սառչում, թե ինչպես է նրա հոգին ճչում, նա հասկացավ, որ նա հենց նոր ստորագրել էր իր վերջնական դատավճիռը։ Նա դարձել էր ոչ միայն գերի, ոչ միայն լրտես, այլ մի մարդ, ով կապրեր մինչ իր վերջը, իմանալով, որ նա դավաճանել է ամեն ինչին, ինչ նա երբեմն սիրել էր, ամեն ինչին, ինչ նա երբեմն հավատացել էր, ամեն ինչին, ինչ նա երբեմն եղել էր։ Եվ արդյոք կար ավելի մեծ պատիժ, քան ապրել այսպես, որպես ստվեր, որպես ուրվական, որպես մարդ, ով կորցրել էր իր անունը, իր դեմքը, իր հոգին, ում միակ հույսը էր, որ մի օր, գուցե, մահը կբերեր նրան այն խաղաղությունը, որը նա երբեք չէր գտել կյանքում։ Մոսկվայի օլիմպիական խաղերի բացման օրը, 1980 թվականի հուլիսի 19, Յուրի Վարդանյանը կանգնած էր Լենինի ստադիոնի մարզասրահում, նայում էր դեպի հսկայական դահլիճը, որը լցված էր 100,000 հանդիսատեսներով, զգում էր, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում ոչ թե հուզմունքից, այլ սարսափից։ Նրա մարզական պայուսակի ներսում, թաքնված հատուկ գրպանում, էր մի փոքրիկ ապարատ, չափերով ոչ ավելի, քան սիգարետի տուփը, որը ԿԳԲ-ի տեխնիկները տվել էին նրան 3 գիշեր Լյուբյանկայում։ Այդ ապարատը կարող էր գրանցել զրույցներ 50 մետր հեռավորությունից, Վարդանյանը պետք է կրեր այն ամեն օր, ամեն վարժության ժամանակ, ամեն հանդիպման ժամանակ օլիմպիական գյուղում։ Նրան նա տվել էին ցուցակ, 37 անուն, 37 մարդ, օտարերկրյա մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ, ում ԿԳԲ-ն կասկածում էր, որ կապված են արմատյան հետախուզության հետ, Վարդանյանի առաջադրանքն էր մոտենալ այդ մարդկանց, սկսել զրույցներ, գրանցել ամեն ինչ, ինչ նրանք ասում էին։ Բայց ամենավատը չէր այդ ապարատը, ոչ էլ այդ ցուցակը։ Ամենավատը եղավ այն, որ երբ Վարդանյանը նայեց այդ ցուցակին, նա տեսավ անուններ, որոնք նա ճանաչում էր, մարդիկ, ում հետ նա մրցել էր տարիներ շարունակ, մարդիկ, ում նա համարում էր ընկերներ, մարդիկ, ովքեր երբեք չէին արել ոչինչ կասկածելի, բայց ում ԿԳԲ-ն ուզում էր վերահսկել պարզապես այն պատճառով, որ նրանք օտարերկրացիներ էին, որ ամեն օտարերկրացին էր հնարավոր թշնամի։ Օլիմպիական խաղերի առաջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը ապրեց մի կյանք, որը նա երբեք չէր մոռանա, ոչ թե իր հաղթանակների պատճառով, այլ իր դավաճանությունների պատճառով։ Նա մոտեցավ բուլղարացի ծանրամարտիկ Բլագոյին, ով պատմում էր իր մարզչի հետ նոր դիետայի մասին, Վարդանյանը գրանցեց այդ զրույցը։ Նա նստեց ճաշասրահում Լեհ մարզիկ Զբիգն Կաչմարեկի կողքին, ով բողոքում էր, որ խորհրդային կազմակերպիչները չեն թույլատրում նրան զանգահարել տուն, Վարդանյանը գրանցեց այդ բողոքը։ Նա խոսեց ամերիկացի լրագրող Ջեյմս Մարտինի հետ, ով հարցրեց նրան, թե արդյոք ճիշտ է, որ խորհրդային մարզիկները ստանում են պետական աջակցություն, մինչդեռ ամերիկացիները պետք է գտնեն սպոնսորներ, Վարդանյանը գրանցեց այդ հարցը։ Եվ ամեն երեկո, երբ նա վերադառնում էր իր սենյակ, նա հանձնում էր այդ ապարատը ԿԳԲ-ի կապնականին, մի անանուն տղամարդու, ով հագնված էր մարզիչի համազգեստով, բայց ում աչքերը ունեին այն սառը, մահացու հայացքը, որը Վարդանյանը սովորել էր ճանաչել։ Եվ ամեն երեկո, երբ նա մնում էր միայնակ, նա նստում էր իր անկողնու վրա, հարցնում էր ինքն իրեն, թե ինչու է նա դեռ շարունակում, ինչու չի նա պարզապես ասում ոչ, ինչու չի նա վերցնում իր ճամպրուկը փախչում այս դժոխքից։ Բայց նա գիտեր պատասխանը, քանի որ նա վախենում էր այն լուսանկարներից, վախենում էր այն, ինչ ԿԳԲ-ն կարող էր անել նրա ընտանիքին, վախենում էր կորցնել ամեն ինչ, ինչ նա ունեցել էր, նույնիսկ եթե այն, ինչ նա ունեցել էր, արդեն դարձել էր սուտ, դիմակ, ստվեր։ Օլիմպիական խաղերի երկրորդ շաբաթվա սկզբին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցնցեց Վարդանյանին ավելի, քան ցանկացած բան, որ նա տեսել էր մինչ այդ։ Նա նկատեց, որ մի ռումինացի մարմնամարզուհի, Նադյա Կոմանեչի, ում նա տեսել էր մի քանի անգամ օլիմպիական գյուղում, հանկարծ անհետացել էր։ Նրա սենյակը դատարկ էր, նրա մարզիչները ասում էին, որ նա հիվանդ է, հանգստանում է, բայց Վարդանյանը տեսավ նրանց աչքերում վախը, տեսավ, թե ինչպես են նրանք խուսափում հարցերից, նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ 3 օր անց Նադյան վերադարձավ, բայց նա այլևս նույն մարդը չէր։ Նրա աչքերը դատարկ էին, նրա շարժումները դանդաղ էին, երբ Վարդանյանը փորձեց խոսել նրա հետ, նա պարզապես նայեց նրան, շարժվեց առաջ, առանց ասելու ոչ մի բառ։ Այդ երեկո Վարդանյանը լսեց մի զրույց երկու խորհրդային մարզիչների միջ, ովքեր չգիտեին, որ նա կանգնած է դռան ետում։ Նրանցից մեկը ասաց. «Ռումինացիները փորձեցին խաղալ մեզ հետ։ Նրանք ուզում էին, որ Նադյան հրաժարվի մրցումներից, բողոքի նշան, բայց մենք բացատրեցինք նրանց, թե ինչ կլինի, եթե նրանք դա անեն։ Հիմա Նադյան կմրցի, կհաղթի, կժպտի տեսախցիկներին, ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ տեղի ունեցավ այդ 3 օրվա ընթացքում»։
Վարդանյանը զգաց, թե ինչպես է նրա արյունը սառչում, թե ինչպես է նրա ստամոքսը շրջվում, նա հասկացավ, որ նա ոչ միայն լրտես է, այլ մասնակից է մի համակարգի, որը կոտրում է մարդկանց, ստիպում է նրանց լռել, ստիպում է նրանց ժպտալ։ Երբ նրանք ուզում են լացել, ստիպում է նրանց ապրել սուտ, որպեսզի համակարգը կարողանա ցույց տալ աշխարհին իր գերազանցությունը։ Օլիմպիական մրցումների օրը, հուլիսի 26-ը, Յուրի Վարդանյանը բարձրացրեց 295 կիլոգրամ, դարձավ օլիմպիական չեմպիոն երկրորդ անգամ, կոտրելով իր սեփական աշխարհի ռեկորդը։ Ամբողջ Լենինի ստադիոնը ոտքի ելավ, ծափահարեց նրան 5 րոպե անընդմեջ, երբ նա կանգնեց պոդիումի վրա, երբ նրան դրեցին ոսկե մեդալը, երբ Խորհրդային Միության օրհներգը հնչեց դահլիճում, նա նայեց դեպի հանդիսատները, տեսավ հազարավոր դեմքեր, ժպտացող, ուրախ, հպարտ, նա զգաց ոչ թե հաղթանակի ուրախություն, այլ անսահ դատարկություն։ Քանի որ նա գիտեր, որ այդ մարդիկ չեն տեսնում իրական Յուրի Վարդանյանին։ Նրանք տեսնում են դիմակ, տեսնում են խորհրդանիշ, տեսնում են այն, ինչ համակարգը ուզում է, որ նրանք տեսնեն։ Բայց իրական Վարդանյանը, այն մարդը, ով կանգնած էր այդ պոդիումի վրա, եղել է կոտրված, դատարկ, մահացած ներսից, մարդ, ով վաճառել էր իր հոգին, իր պատիվը, իր ամեն ինչը, ով հիմա ապրում էր միայն այն պատճառով, որ նա չգիտեր, թե ինչպես մեռնել։ Երբ Օլիմպիական խաղերը ավարտվեցին օգոստոսի 3-ին, երբ վերջին օտարերկրյա մարզիկները հեռացան Մոսկվայից, երբ դահլիճները դատարկվեցին, քաղաքը վերադարձավ իր սովորական կյանքին, Յուրի Վարդանյանը ստացավ հեռախոսազանգ Վլադիմիր Կորոլից։ Վլադիմիրը ասաց նրան գալ Լյուբյանկա, վերջնական հաշվարկի համար։ Վարդանյանը գնաց այնտեղ, իր սրտում մի փոքրիկ հույս, որ գուցե Անդրեյ Պետրովը պահպանել էր իր խոստումը, որ այն լուսանկարները կոչնչացվեին, որ նա վերջապես կազատվեր։ Բայց երբ նա մտավ Վլադիմիրի գրասենյակ, նա տեսավ ոչ միայն Վլադիմիրին, այլ Սվետլանա Կորոլային, նստած բազկաթոռում, ծխելով սիգարետ, նրա դեմքը անարտահայտիչ ինչպես միշտ։ Վլադիմիրը ժպտաց, բացեց իր սեղանի դարակը, հանեց այն կարմիր թղթապանակը, որը Վարդանյանը տեսել էր առաջին անգամ 1975 թվականին, ասաց. «Արարատ, դու կատարեցիր քո առաջադրանքը գերազանց։ Տեղեկատվությունը, որը դու տրամադրեցիր Օլիմպիական խաղերի ժամանակ, թույլ տվեց մեզ բացահայտել 3 ՆԱՏՕ-ի գործակալ, ովքեր փորձում էին ներթափանցել մեր համակարգ։ Դու ծառայեցիր քո երկրին հավատարմորեն, մենք շնորհակալ ենք»։ Նա դադար տվեց, նայեց Վարդանյանի աչքերին, ապա ասաց. «Բայց մենք չենք կարող ոչնչացնել այդ լուսանկարները։ Ոչ դեռ։ Քանի որ մենք ունենք նոր առաջադրանքներ քեզ համար, Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը 1984 թվականին, Սեուլի խաղերը 1988 թվականին, այլն։ Դու մեր ամենաարժեքավոր ակտիվն ես, Արարատ, մենք չենք կարող թույլ տալ, որ դու գնաս։ Դու մերն ես մինչ քո վերջը»։ Յուրի Վարդանյանը նայեց Վլադիմիր Կորոլին, ապա Սվետլանային, նա զգաց, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան կոտրվում, վերջնականորեն, անդառնալիորեն։ Նա հասկացավ, որ նա երբեք չէր լինի ազատ, որ այն խոստումը, որը Անդրեյ Պետրովը տվել էր նրան Վարշավայում, եղել է սուտ, որ ԿԳԲ-ն երբեք չէր թողնում գնալ իր գործիքները, որ նա դատապարտված էր ապրել որպես Արարատ մինչ իր մահը։ Եվ այդ պահին, այդ սենյակում, Լյուբյանկայի սառը պատերի միջ, Յուրի Վարդանյանը կայացրեց մի որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նա չասաց ոչինչ Վլադիմիրին, չբողոքեց, չպահանջեց։ Նա պարզապես ժպտաց, այն ժպիտով, որը դարձել էր նրա դիմակը, ասաց ես հասկանում եմ, հեռացավ։ Բայց երբ նա դուրս եկավ Լյուբյանկայից, երբ նա քայլեց Մոսկվայի փողոցներով, նա գիտեր, որ նա երբեք չէր վերադառնա այնտեղ, որ նա երբեք չէր կատարի նոր առաջադրանքներ, որ նա ընտրել էր մի այլ ճանապարհ, որը կարող էր արժանալ նրա կյանքը, բայց որը գոնե կվերադարձներ նրան նրա արժանապատվությունը։ 1982 թվականի գարնանը Յուրի Վարդանյանը հայտարարեց, որ նա ավարտում է իր կարիերան 29 տարեկանում, իր կարիերայի գագաթնակետում, երբ նա դեռ կարող էր հաղթել ավելի շատ մեդալներ, կոտրել ավելի շատ ռեկորդներ։ Պաշտոնական պատճառը, որը նա տվեց, եղավ առողջական խնդիրներ նրա մեջքը, նրա ծնկները, նրա ուսերը, բոլորը վնասված տարիների ծանր վարժություններից։ Բայց իրական պատճառը, որը նա երբեք չասաց ոչ ոքի, եղավ այն, որ նա չէր կարող շարունակել ապրել կրկնակի կյանք, չէր կարող շարունակել լինել Արարատ, չէր կարող շարունակել դավաճանել մարդկանց, ում նա երբեք չէր ճանաչել, բայց ում նա դատապարտել էր իր զեկույցներով։ Նա վերադարձավ Երան իր կնոջ երեխաների մոտ, փորձեց կառուցել նոր կյանք, որպես մարզիչ, որպես հայր, որպես սովորական մարդ։ Բայց ԿԳԲ-ն չմոռացավ նրան։ Նրանք կանչեցին նրան Մոսկվա 3 անգամ, պահանջեցին, որ նա շարունակի իր համագործակցությունը, սպառնացին նրան, որ եթե նա հրաժարվի, ապա այն լուսանկարները կհրապարակվեն։
Բայց Վարդանյանը ասաց նրանց մի բան, որը նրանք չէին սպասում. «Արեք այն, ինչ ուզում եք։ Հրապարակեք այդ լուսանկարները։ Պատմեք ամբողջ աշխարհին, թե ինչ եղավ։ Ես այլս չեմ վախենում ձեզնից։ Ես նախընտրում եմ ապրել որպես պարսավված մարդ, քան որպես ձեր գործիք»։ Եվ ԿԳԲ-ն հանկարծ, անսպասելիորեն, նահանջեց։ Նրանք չհրապարակեցին այդ լուսանկարները, ոչ էլ շարունակեցին սպառնալ նրան։ Գուցե նրանք հասկացան, որ Վարդանյանը այլս օգտակար չէր նրանց համար, գուցե նրանք վախեցան, որ եթե նրանք ճնշեին նրան շատ ուժգնորեն, նա կարող էր հրապարակայնորեն խոսել իր պատմության մասին, ստեղծել միջազգային սկանդալ։ Կամ գուցե, պարզապես, նրանք գտան նոր արարածներ, նոր մարդիկ, ում կարող էին բռնել, կոտրել, վերածել գործիքների։ Բայց Սվետլանա Կորոլան չմոռացավ նրան։ 1984 թվականի աշնանը, երբ Վարդանյանը աշխատում էր որպես մարզիչ Երանի մարզական դպրոցում, նա ստացավ նամակ Մոսկվայից առանց ուղարկողի անվան, բայց նա ճանաչեց ձեռագիրը։ Նամակում Սվետլանան գրել էր. «Յուրի, դու կարծում էիր, որ դու փախար ինձնից, բայց դու երբեք չես փախչի։ Ես միշտ կլինեմ քո անցյալում, միշտ կլինեմ քո գաղտնիքներում, միշտ կլինեմ այն ստվերը, որը հետապնդում է քեզ։ Դու կապրես քո մնացած կյանքը, իմանալով, որ դու եղար իմ խաղալիքը, իմ գործիքը, իմ հաղթանակը։ Եվ երբ դու մեռնես, երբ քո անունը մոռացվի, ես դեռ կապրեմ, ես կհիշեմ քեզ ոչ թե որպես չեմպիոն, այլ որպես այն տղամարդը, ով կորցրեց ամեն ինչ փառքի, իշխանության ինձ համար»։ Վարդանյանը կարդաց այդ նամակը, ապա այրեց այն, երբեք չպատմեց ոչ ոքի դրա մասին։ Բայց այդ խոսքերը մնացին նրա հետ մինչ նրա վերջը, հիշեցնելով նրան, որ նա երբեք չէր կարող լիովին ազատվել իր անցյալից, որ այն տարիները, որոնք նա անցկացրել էր որպես արարած, միշտ կլինեին նրա հետ, միշտ կլինեին բեռ, որը նա կկրեր մինչ իր վերջին շունչը։ Յուրի Վարդանյանը ապրեց մինչ 2002 թվականը, 49 տարեկանում, երբ նրա սիրտը դադարեց աշխատել մի հանգիստ գիշեր Երանում, նրա տանը, նրա ընտանիքի շրջապատումով։ Պաշտոնական մահվան պատճառը եղավ սրտի կաթված, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ովքեր տեսել էին նրա աչքերը վերջին տարիներին, գիտեին, որ նա մեռավ շատ ավելի վաղ, այն օրը, երբ նա ստորագրեց այն փաստաթուղթը Վլադիմիր Կորոլի գրասենյակում, այն օրը, երբ նա դարձավ արարած։ Նրա թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ, նախկին մարզիկներ, մարզիչներ, երկրպագուներ, ովքեր հիշում էին նրան որպես հերոս, որպես լեգենդ, որպես մարդ, ով բարձրացրել էր Հայաստանի անունը աշխարհի բեմում։ Բայց ոչ ոք չգիտեր իրական պատմությունը, ոչ ոք չգիտեր այն գաղտնիքները, որոնք նա տարավ իր հետ գերեզման։ Այն լուսանկարները, որոնք ԿԳԲ-ն ունեցել էր նրա մասին, երբեք չհրապարակվեցին։ Գուցե դրանք ոչնչացվեցին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց 1991 թվականին, կամ գուցե դրանք դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ թաքնված ԿԳԲ-ի արխիվներում, սպասելով օրվան, երբ ինչ-որ մեկը կգտնի դրանք, կբացահայտի ճշմարտությունը։ Սվետլանա Կորոլան ապրեց մինչ 2012 թվականը, երբ նրա ճանապարհը ավարտվեց Մոսկվայում, 65 տարեկանում, մենակ, մոռացված, նրա բնակարանում Կուտուզովյան պողոտայում, որը դարձել էր թանգարան անցյալի, լի հին լուսանկարներով, հին նամակներով, հին հիշողություններով այն տարիների մասին, երբ նա եղել էր գեղեցիկ, հզոր, վտանգավոր։ Նրա եղբայրը Վլադիմիր Կորոլը մեռավ 1996 թվականին, սրտի կաթվածից, երբ նա տեսավ, թե ինչպես է այն համակարգը, որին նա ծառայել էր ամբողջ կյանքը, փլուզվում իր աչքերի առաջ։ Եվ Անդրեյ Պետրովը, ԿԳԲ-ի գնդապետը, ով խոստացել էր Վարդանյանին ազատություն, անհետացավ 1991 թվականի օգոստոսին, այն օրերին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, ոչ ոք երբեք չիմացավ, թե ինչ եղավ նրա հետ։ Գուցե նա փախավ արտասահման, գուցե նա փոխեց իր անունը։ Սկսեց նոր կյանք, կամ գուցե նա վճարեց գինը իր արարքների համար, այնպես, ինչպես վճարեցին շատերը, ովքեր ծառայեցին այդ համակարգին։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնում է անպատասխան, այն է, արդյոք Յուրի Վարդանյանը զոհ էր, թե համակատար։ Արդյոք նա ստիպված էր դառնալ արարած, թե նա ընտրեց այդ ճանապարհը, փրկելու համար իր կարիերան, իր փառքը, իր կյանքը։ Արդյոք նա արդարացված է իր դավաճանություններում, քանի որ նա դավաճանեց ոչ թե իր երկրին, այլ մի համակարգի, որը ինքը դավաճանում էր իր սեփական ժողովրդին։ Թե նա պարտավոր էր ասել ոչ սկզբից, պարտավոր էր ընդունել հետանքները, պարտավոր էր ապրել որպես պարսավված մարդ, բայց որպես ազատ մարդ։
Այս հարցերը չունեն պարզ պատասխաններ, քանի որ Վարդանյանի պատմություն է ոչ թե սպիտակի, այլ մոխրագույնի պատմություն մարդու մասին, ով ապրեց մի ժամանակաշրջանում, երբ ընտրությունները հազվադեպ էին պարզ, երբ համակարգը ստեղծում էր իրավիճակներ, որտեղ ամեն ընտրություն էր դավաճանություն, կամ ինքդ քեզ, կամ ուրիշներին, կամ քո ընտանիքին, կամ քո սկզբունքներին։ Եվ գուցե ամենաթխուր բանը Վարդանյանի պատմության մեջ այն է, որ նա չէր միակը։ Կային հարյուրավոր, հազարավոր արարատներ Խորհրդային Միությունում, մարզիկներ, արտիստներ, գիտնականներ, գրողներ, մարդիկ, ում ԿԳԲ-ն բռնել էր նրանց թույլ պահերում, կոտրել էր նրանց, վերածել էր գործիքների, ում պատմությունները երբեք չեն պատմվի, քանի որ նրանք տարան իրենց գաղտնիքները գերեզման։ Եվ գուցե այսօր, երբ մենք նայում ենք հին լուսանկարներին, հին տեսանյութերին այն ժամանակաշրջանի, տեսնում ենք ժպտացող դեմքեր, հաղթանակի պոզաներ, փառքի պահեր, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, թե քանիսն էին այդ ժպիտների ետում թաքնված արցունքները, քանիսն էին այդ հաղթանակների ետում թաքնված դավաճանությունները, քանիսն էին այդ փառքի ետում թաքնված ցավը։ Ընկերներ, ինչպե՞ս եք վերաբերվում Յուրի Վարդանյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը կոտրեց նույնիսկ ամենաուժեղ մարդկանց, թե՞ նա ինքը պատասխանատու է իր ընտրությունների համար։ Արդյոք մենք կարող ենք դատել նրան, երբ մենք երբեք չենք ապրել այն ճնշման տակ, որի տակ նա ապրեց։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, թե ինչպես է նրա պատմությունը ազդել ձեր վրա։ Սեղմեք հավանել ճշմարտության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն պատմությունների մասին, որոնք թաքնված էին տասնամյակներ շարունակ։ Մենք շարունակելու ենք պատմել այն ճշմարտությունները, որոնք համակարգը փորձեց թաղել, քանի որ ամեն մարդ արժանի է, որ նրա պատմությունը լսվի, ոչ թե որպես լեգենդ, այլ որպես մարդ, իր բոլոր թերություններով, իր բոլոր ցավերով, իր բոլոր ընտրություններով։